Եվ այդ խոսքը ընդունում ես, բայց ամենակարևորը, որ դու կատարում ես, պահում ես այդ խոսքը, այդ խոսքով դու ապրում ես։ Գիտեք, դա շատ կարևոր է, որ դու լսում ես ու ընդունում ես ու գիտես ինչ ես ուզում դու Քրիստոսից։ Էդիկ շատ մեծ այնպես մի հատ մոտեցում, հա, ես այսօր անվանել եմ իմ քարոզս Քրիստոսեն երկու խոսքեր, որ ինքը ասում է արի իմ հետևից, ու ասենց ում հետևից ես դու գնում Եվ իրապես դու գնում ես Քրիստոսի հետևից։ Նայ Քրիստոսը ասում է արի իմ հետևից։ Ումն է Քրիստոսը ասում արի իմ հետևից։ Երեք հետաքրքիր է որ այսօր այդ կոչման ձայնով մենք բոլորս ենք այստեղ, չէ՞։ Երևի ամեն մեկի կյանքում մնում է կոչում, որ Աստված կանչում է։ Ես այսօր պատահական չէ այստեղ, ես կարամ ասեմ, այսօր հենց այնպես դու չես եկել, հավատա որ Աստված քեզ բերում է միտեղ, բերում է որտեղ որ Աստծո զավակները հավաքում են, ինքը ունի իր ծրագիրը քո հետ։ Գիտեք, Աստծո ծրագիրը գիտեք որն է, Աստծո ծրագիրն է, որ ամեն մի մեղավոր մարդ ունենա հավիտենական կյանք, փրկություն։ Որն է փրկությունը։ Փրկությունը այն է, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը այսօր բերեց ու տվեց։ Գիտեք, ասում է Աստված ձերի տվեց մարդուն փրկություն։ Ուղղակի դիմացը դրեց մի պայման, հավատք, հավատա ու դու կփրկվես։ Գիտես, այդ դիմացի պայմանը, որ Աստված տվեց, հավատա ու դու կփրկվես, շատերը մի քիչ մեկ ձև են մտածում։ Ես մտածում եմ կարող այս հավատամ, ես կփրկվեմ, չէ։ Աստված շնորհքի միջոցով այդ հավատքը դրեց քո մեջ, այդ հավատքը որ այսօր կա, որովհետեւ դու իրապես կիրառես կենթանի Աստծուն Հիսուս Քրիստոսին։ Ու այդ հավատքով դու սկսես աճել ու աճելով մեկտեղ սկսես փոխվել։ Գիտեք, այսօր մենք շատ ենք խոսում փոփոխության մասին, դա իսկականից դա կարևոր մի, ոնց ասեմ, ձեզի սովորույթներից մեկն է, որ այսօր հոգևորը պետք է իրապես համապատասխանի այն կոչմանը, որի մեջ որ ինքը կա։ Ես կարամ ասեմ, գրեթե ամեն մի հոգևոր, ով որ ընդունում է Հիսուս Քրիստոսին, ոնց որ իր անձնական տերփրկիչ, իր կյանքում պետք է լինի փոփոխություն։ Փոփոխությունը ո՞րն է։ Գիտեք ո՞րն է, երբ որ դու տալիս ես քո կյանքը, այն քո հինը մեռնում է, ոնց որ Հովհաննես ասում է, Գոր ասում է, այն հին ավակը մեռավ, ընդ գերեզմաներում է կա նորն է ծնվում։ Հասկանում եք, նորը ծնվում է նոր ձևով, այսինքն նոր մոտեցումով ճանաչելով Քրիստոսին։ Ես sense հետաքրքիր միտեղ կա, ով ավետարաններ ունի, կարակ բացեք, մենք այսօր մի քիչ խոսենք, ոչ թե ասում եմ երկար, այլ ես կուզենամ մի քիչ այնց ավելի մենք հասկանանք, թե ինչա Քրիստոս ասում արի իմ հետևից։ Մատթեոսի ավետարանում 4-րդ գլխում ասես մի հատ հետաքրքիր դեպք է կատարվում։ 18 խոսքից կկարդամ։ Հիշում եք, երբ որ առաջի աշակերտները Քրիստոսի ձգնորսություն էին, չէ՞ անում, ձուկ էին բռնում։ Եվ 18 խոսքից ասում է, մինչ Հիսուսը շրջում էր Գալիլեայի լճի եզերքում, տեսավ երկու եղբայրներին, Սիմոնին, որ Պետրոս կոչվեց, եւ Անդրեասին նրա եղբորը։ Նրանք կուրկան էին գցում լճի մեջ, որովհետեւ ձգնորսներ էին։ Հիսուս նրանց ասեց. Եկեք իմ հետևից եւ ես ձեզ մարդկանց ոսորներ կդարձնեմ։ Ու հետաքրիր բան է, չէ՞, Քրիստոսը ասում է եկեք իմ հետևից ու ես ձեզ մարդկանց ոսորներ կդարձնեմ։ Գիտեք, շատ հետաքրիր է հենց Քրիստոսի այդ խոսքերը, եկեք իմ հետևից, այդ կոչումը։ Ես շատ եմ մտածել, ասում եմ Պետրոսը երկու աղբերով հասկացան ինչ ասես Քրիստոսը այդ պահին։ Գիտեք, բայց իրանք հենց շարունակությունը որ կարդում ենք, իրանք թողին ու միանգամից գնացին Քրիստոսի հետևից։ Ես մտածում ասում ես ինչ համառոտ ինձ գայուն մարդիկ են, չէ՞։ Քրիստոսի խոսքը ոնց կպավ իրանց սրտներին։ Ու Քրիստոսի խոսքը իրապես փոխեց այս երկու աղբերների կյանքը։ Երկու աղբերները կամ կարամ ասեմ ուսուսին տված, թևը թևին տված, հետո շարունակում են ծառայել, ապրել, քայլել Քրիստոսին։ Բայց մտածում եմ շատ անգամ, երբ որ sense մի հատ իրադարձություն ալնում, մենք երբեմն կարող է չհասկանանք, թե ոնց է այս իրավիճակը ըլնում, որ մենք գալիս ենք, բայց այդ իրավիճակը, երբ որ քո կյանքում ըլնում է, հավատա Աստված ունի իր այն ուղեկիցը քո սրտի մեջ, որպեսզի որ դու գաս ու տաս քո կյանքը իրանը։ Գիտեք, շատ կարևոր է, որ դու մտածում ես ոնց կարաս տաս քո կյանքը, ում հետ ես դու քո կյանքը կապելու։ Գիտեք, էդիկ ես կարամ ասեմ շատ լուրջ մոտեցում է, երբ որ դու քո կյանքը կապում ես։ Գիտես, աշխարհի կյանքում, երբ որ մենք sense նայենք, մենք այսօր ամեն մեկս կապում ենք մեր կյանքը մեր ընտանիքներում, մեր երեխեքի հետ, ծնողը, կինը, ամուսինը, լիքը մոտեցումներ կա։ Այս երկու աղբերներ էին իրանց կյանքը կապել իրանց ծնողների հետ, հազար երբ պլաններ ունեին, բայց դա Քրիստոսը հայտնվավ։
Գիտես, Քրիստոսը կարա հանկարծակի գա քո կյանքի մեջ, Քրիստոսը կարա ուղղակի երկու խոսք ասի։ Գիտես, այդ ընտրությունը, որ դու կարաս անես, գնաս թե չգնաս, գնալով Քրիստոսի հետևից դու ինչ ես ձեռք բերում կամ ինչ ես դու կորցնում։ Գիտեք, այստեղ մոտեցում, ես միշտ ցենց լսել եմ, մի քանի անգամ ես եմ շատ ցենց ոնց որ ասել մտել դրա մեջ, մարդիկ երբ որ գալիս են շատերը Քրիստոսին, ամեն մեկը ունի մի մոտեցում։ Գիտես, մեկը գալիս է իրապես իր կյանքը տալու Քրիստոսին, մեկ ուզում է ինչ-որ մի բան իր կյանքում արդարանա, մի արդարացուներ, գալիս է եւ ամեն մեկը տենալով այդ մոտեցումը, այդ զարգացումը, ստացումը, ոմանք կարան հիասթափեն, ոմանք կարան շարունակեն, բայց խոսքը ասում է գնալ Քրիստոսի հետևից, բայց խոսքը ասում է համբերողը ինչ անում փրկվում է, չէ՞։ Համբերողը փրկվում է։ Ես միշտ էլ հիշում եմ այն խոսքերը մեր Տեր, որ ասում է, երբ որ ես երկրորդ անգամ գամ, արդյոք ես կգտնեմ հավատք։ Արդյոք հավատք։ Ինչ այսօր կարանք ասենք կա հավատքի պակասություն։ Եկեք այսօր ամեն մեկը աշխարհում մարդիկ ովքեր որ չգիտեն Քրիստոսին, հարստած, կասի գիտես, նենց եմ հավատում, նենց եմ ես հավատում, բայց այդ հավատքի մոտեցումը շատերը չեն հասկանում, որ ասում է հավատքը հուսացած բաների հաստատությունը, չերևացած բաների ապացույցը։ Հավատքը այն է, որ դու քո հին մարդը պետք է ուրանաս ու նոր կյանքով սկսես։ Նայ, այս երկու աղբերների կյանքը սկսավ նոր կյանք։ Հեշտ կյանք չէր, դժվար կյանք էր։ Թողեցին տունը, տեղը ու գնացին Քրիստոսի հետևից։ Քրիստոսը եկեք իմ հետևից ու ես ձեզ կդարձնեմ, ու ես ձեզ կսարքեմ, ու ես ձեզ կտամ մի նոր կյանք։ Ինչ կյանք։ Այսինքն, եթե Պետրոսը հասկանար, երևի մտածեր, ինչա իրանը սպասում հետակա ապագայում, կգնար ինքը Քրիստոսի հետևից, թե չէր գնա։ Ես հավատում եմ, մտածում եմ, որ ինքը կգնար։ Երբ որ ասում է դու կանչվում ես, Աստված քեզ տանում է։ Ուղղակի Պետրոսը լյովին տվրվեց։ Այդպես հիշում ես այդ 3 տարին Քրիստոսի հետևից գնալուց ինչ դժվարություններ էին իրանք տերում, չէ՞։ Իրանց մոտեցում, իրանց մտածելակերպը իշքամ հեռու էր, բայց իրանք կապնվան Քրիստոսի հետևից։ Այդպես սիրելիս, այսօր ինչի մեջով էլ որ դու անցնես, ինչ դժվարությունների միջով էլ դու անցնես, այդպես դու պինդ բռնվի Քրիստոսից։ Գիտես, եթե դու թողես Քրիստոսին, դու կարաս կորցնես քո օրհնությունը։ Գիտեք, ես մի անգամ խոսում էի երկու ձևի օրհնությունների մասին։ Կա ետնային օրհնություններ, կա մարմնային, ֆիզիկական օրհնություններ։ Գիտեք, ֆիզիկական օրհնությունները դրանք են, որ դու գալիս ես խնդրում ես ոտս ացամ, թևս ացամ, գլուխս ացամ, բժշկի, իջերտնային օրհնությունները դրանք են, որ դու հավատում ես, որ մի օր դու կհանդիպես Քրիստոսին այնտեղ հավիտենությունում։ Գիտեք, Պողոս Սարաքյալի մոտեցումը շատ լուրջ է, որ ինքը ասում է, շատ տեղեր ասում է, կյանքը, որով ես ապրում եմ, դա Քրիստոս է, դա փառքը չէ, սա մեռնել իմ համար ձեռքբերում է։ Ես անցած անգամ եմ ասում, Պողոսի մոտ չկար ժամանակ։ Հասկանում եք, դու պատկերացեք, մեկը որ իր համար անտարբեր է, կապրի, թե կգնա, թե կմնա, ոնց է լինի ինքը Տիրոջն է։ То есть Աստված չի մտնում մեր ոնց ասում պրաստրանսվան մեր իզմերենիայի մեջ, որտեղ Աստված վերը ամեն բանից, չէ՞։ Գիտեք, ես հավատում եմ, որ երբ որ դու գնում ես Քրիստոսի հետևից, երբ որ դու թողում ես ամեն ինչ, գիտեք, թողելը, ես կարամ ասեմ, բոլորոշ ձևի ամեն մեկի մոտ մի մոտեցում է, հասկանում եք, թողելը այն է, շատերը մտածում են միանշանակ, որ եսի ինչեր պետք է անեն, եթե մենք հիշենք ավետարանը, եթե հիշենք ավետարանը, շատերն են մոտիկանում Քրիստոսին եւ հարցում են ոնց ժառանգեն հավիտենական կյանքը։ Քրիստոս մեկին ասում էր գնամ մեռելներին, կամ ասում էր գնամ հորս մորս թաղեմ, մյուսը թող մեռելը իրանց թաղեն, մեկին ասում էր հարստությունը ծախի բաժանի աղքատներին արի իմ հետևից, շատ մարդիկ չէին իմանում ոնց մոտիկանային։ Գիտեք, որտեղ Քրիստոս երբ որ մարդը մոտիկանում էր Քրիստոսին, գիտես Քրիստոսը տենում էր մարդու սիրտը։ Քրիստոսը տենում էր մարդը ինչից է կախված ու ինչից է բռնված այս աշխարհում։ Գիտեք, թե դու այսօր կախված ես այս աշխարհից, հավատա Տերը գիտի քո սիրտը։ Հիշում եք, երբ որ Սամուել մարգարեն գնաց Դավիթին յուղովոցելու թագավոր, Աստված խոսում էր մարգարեդ, ասում էր դու գիտես, ասում էր դուք մարդիկ, դուք տենում եք ձեր աչքի տեսածով, ձեր աչքը ոնց որ տենում է, իսկ ես Աստված նայում եմ մարդու սրտին։ Գիտես, ասում պետք է քո սիրտը, քո մոտեցումը, քո սրտի խոնարհությունը։
Եթե Քրիստոս իզուր չի ասում, գիտես, ես հեզ ու խոնար եմ սրտով, սովորեք ինձանից, հասկանում ես, то есть Քրիստոսը արի ինձ, ասում է, հիշում եք, չէ, Մատթեոսի 11-րդ գլուխը 28 խոսքում, երբ որ Քրիստոսը ասում է, բոլոր հոգնած բեռնավորվածներ, տվեք ձեր հոգսը, ձեր բեռը, վերցեք իմ լուծը թեթևա, սովորեք ինձանից։ Ունենք մենք բան սովորելու Քրիստոսից։ Ես մտածում եմ, որ միանշանակ մենք ունենք սովորելու։ Ինչ աստիճանում դու այդ ուսմունքի մեջ ես, ինչքան ես դու աճել սովորելու մեջ, գիտես դա խոսում է քո հավատքի մասին, ոնց ես դու հավատում, այնպես էլ դու ստանում ես, հասկանում ես, իհարկե եթե դու վարվում ես այդ կրակով, եթե դու հասկացել ես ու մտածում ես ու տենում ես, որ այս աշխարհը, կարամ ասեմ, ժամանակավոր ընթացքը, որը Պողոսը ասում է, մենք ապրում ենք ժամանակավոր վրաներին, եւ դու մտածում ես հավիտենության մասին, եւ այդ հավիտենությունը դու ուզում ես կիսվես քո դիմացինի հետ, ու դու տենում ես, որ քո դիմացինը դրա կարիք ունի, դու պիտի տանես, եւ այդ երկու աղբերների պարագան Պետրոս եւ Անդրեասը, որ գնացին Քրիստոսի հետևից, իրանք հենց այդ ձկնորսներից դարձան մարդու ворսորներ, մարդու ձկնորսներ։ Ինչով էին իրանք ձկնոր, իրանք ավետարան էին տարածում։ Իրանք պատմում են Քրիստոսի մասին, թե ինչ սքանչելի է մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Ամեն։ Սքանչելի է, չէ՞ մեր Քրիստոսը։ Գիտես, ինչով է սքանչելի։ Սքանչելի է դրանով, որ մեկը հենց ինքն ինչով ասես, գիտես, իմ քաղցր ախպեր, իմ քաղցր քուր, այսօր ես պատրաստ եմ վերցնել քո մեղքերին վրա։ Այսօր պատրաստ եմ քեզ ազատելու քո մեղքերից։ Ես պատրաստ եմ այսօր խաչը բարձրանալու հենց քո համար։ Դու պատրաստ ես մեկը, որ այսօր տալիս է քեզ հնարավորություն։ Դու պատկերացեք 2000 տարի է անցել Քրիստոսի խաչելությունից հետո։ 2000 տարի աշակերտները գործառակելություն բոլոր թղթերում խոսում են, որ Քրիստոսին սպասում են Քրիստոսի գալը։ Մինչև այսօր եկեղեցին սպասում է Քրիստոսի երկրորդ գալստյանը։ Ինչի՞ է մեր Տեր ուշացնում իր գալուստը։ Ասում է նորից եմ կրկնում, ասում է արդյոք գամ ես կգտնեմ հավատք ձեր մեջ։ Ուրեմն հավատքը այն հավատքը չի, չէ՞ որ շատերի մեջ չկա այդ հաստատությունը։ Ուրեմն ինքը ուզում է որ հաստատուն հավատք լինի քո սրտում։ Դրա համար դու պետք է բերես զոհաբերություն։ Ո՞րն է այդ զոհաբերությունը։ Թողես քո հին կյանքը։ Գիտեք, մենք դրա մասին շատ ենք խոսում, թողես քո հին կյանքը, թողես ուրանաս վերցես քո խաչը, Մարկոսի ավետարան 8-րդ գլխում ստեղ մի կա Քրիստոսը ժողովրդին հավաքեց, բազմության աշակերտներին ասեց, եկեք իմ հետևից։ Թողեք, ուրացեք ամեն ինչ, վերցեք ձեր խաչը, արեք իմ հետևից։ Գիտես Քրիստոսը այս ձևով կոչ էր անում բոլորին, ովքեր որ ընդունեն իրանը, փրկվեն։ Մեր Տեր ուզում է որ ամեն մի մեղավոր այսօր փրկվի, ամեն մի մեղավոր այսօր ունենա հավիտենական կյանք։ Գիտես, բայց հետաքրքիր ո՞րն է, երբ որ դու կապում ես քո, ոնց որ ասում բախտը, ռուսերեն ասած սուդբան Քրիստոսի հետ, ինչա քեզ սպասում այս աշխարհում։ Գիտեք, հետաքրքիր այն է, որ մենք շատերը սպասում ենք այս աշխարհում ինչա մեզ սպասում։ Շատ քչերն են, կարամ ասեմ, մտածում թե ինչա մեզ ընդեղ սպասում հավիտենությունում։ Ոնց են մենք ընդեղ մտնելու այդ հավիտենական կյանքում։ Շատ քչերն են այսօր այդ քայլին դիմում, որպեսզի խնդրեն երթնային օրհնությունների մասին։ Երթնային օրհնությունները այն է, որ դու խնդրում ես Աստծուց, ես օրինակ շատ անգամ աղոթքի ասում եմ, Տեր, դուր ինձ իմաստություն։ Դուր ինձ իմաստություն, որպեսզի ես պայքարեմ։ Պայքարեմ իմ բնավորության դեմ, պայքարեմ որևէ մի կողմի դեմ։ Գիտեք, եթե մենք մտածենք այսօր ինչ Աստված մեզ չի տվել իմաստություն, Աստված մեզ չի տվել այսօր ուժ, զորություն, փրկություն, գիտես այսօր Աստծո մի մասիկը քո մեջ է։ Դա Տիրոջ հոգին է, Տիրոջ Սուրբ հոգին է։ Գիտես դու այսօր այնքան պետք է ուրախ ես ասես, ոնց Աստծո մի մասը իմ մեջ է։ Դա այդ Սուրբ հոգին է, որի մասին Քրիստոս ասում է, ես գնում եմ Հորս քովը, բայց ես ձեզ մենակ չեմ թողնում։ Հասկանում ես։ Այսօր հասարակ ձևի Աստծո հոգին իշկարա իշին քո մեջ։ Ուղղակի դու կանգնես, աչքերդ փակես, ապաշխարես, ընդունես Հիսուսին, ասես Տեր, ես թողում եմ իմ մեղքերը, ես ուրանում եմ այդ աշխարհը, չունեմ ոչինչ բան, ես ընդունում եմ քեզ։ Հավատ Աստծո հոգին իշնում է քո մեջ։ Քո սովորական աչքերը կարող է դա չտենան, բայց դա այդպես է։ Գիտեք, քո կյանքը կարա փոխվի։ Դա իրապես է տենց է։ Գիտեք, ես ինչու եմ սենց համառոտ սենց հստակ ասում, որտեվ իմ հետ այդ բաները եղել է։ Իմ հետ եղել այդ բաները 10 տարի առաջ։ Երբ որ ես նույն ձևի ընդունեցի, նույն ձևի վերջանք, ես փոխվում ամեն բան։ Գիտես, այդ սերը դեպի Քրիստոս,
Երբ որ այդ սերը լցվում է, առատապես ամեն մեկին տալիս է, դու ավելի ես ուզում սիրես։ Այդ մարդու, որին որ դու չես սիրում, դու սկսում ես սիրել։ Գիտես, դու այսօր քեզ պետք է ստիպես սիրել։ Գիտես, շատ անգամ խնդրում ենք աղոթքի մեջ, Տեր, օգնիր սիրեմ, լցրու ինձ սեր, Տերը տվել է քեզ սեր, ստիպի քեզ սիրել, սովորեցրու քեզ սիրել։ Չէ՞ որ դու քո կյանքը այսօր կապել ես Քրիստոսի հետ։ Եկեք եկեք մենք դավանենք, ասեք ես իմ կյանքը կապել եմ Քրիստոսի հետ։ Միջև վերջ Հավիտյանս Հավիտենի, չէ՞։ Միջև վերջ Հավիտյանս Հավիտենից, հալելույա։ Եկեք հին ուխտի, ես միշտ սիրում եմ օրինակներ բերել։ Եկեք այնքան բաղկացած է գիրքը օրինակներով։ Երբ որ մենք ճիշտ ընտրություն ենք անում, ճիշտ ձևի ենք մոտիկանում եւ ճիշտ ենք մեր ճանապարհը կապում մեկի հետ։ Գիտես, երբ որ ասում են, որ դու ստեղ ես գտնում, դու ունես ստեղ այսօր մեկ օրհնություն։ Ես մի վաղ ասես մի բան կար ասում, որ եկեղեցու մեջ ես այնտեղ մեկ օրհնություն է, այնտեղ գնում ես մեկ, բայց Աստված քեզ տալիս է, տեղադրում է այնտեղ, որտեղ որ դու պետք է լինես։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Որտեղ որ դու կաս, այնտեղ էլ մնա, այնտեղ դու ունես քո օրհնությունը։ Երբ որ դու կարաս հեռանաս, գնաս միտեղ, դու այդ օրհնությունից կարաս կդրվես։ Եկեք ես հիմա դա խոսեմ։ Հիշում եք հին ուխտում կար մի ցենց անունով Աբրահամ։ Հիշում եք, չէ՞, Աբրահամ։ Աբրահամին ոնց Աստված օրհնեց։ Ծննդոցի 13-րդ գլխում, երբ որ 12-րդ գլխում վերում ենք կարդում ենք, Աստված ոնց է կանչում Աբրահամին։ Ասում է Տերը ասաց առաջ խոսքին Աբրահամին. գնա քո երկրից, քո ազգակիցներից եւ քո հոր տնից այն երկիր, որ ես ցույց կտամ քեզ։ Ես քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ եւ կօրհնեմ քեզ ու մեծացնեմ քո անունը եւ դու օրհնյալ կլինես։ Քեզ օրհնողներին կօրհնեմ, իսկ քեզ անիծողներին կանիծեմ։ То есть մենք տենում ենք Աստված օրհնում Աբրահամին, չէ՞։ Բրամ կոնկրետ օրհնություն է տալի։ Նայեք, ասես մտածում Պետրոսը այդ երկու եղբայրը գնացին։ Ասես եկեք իմ հետևից եւ ես ձեզ կդարձնեմ մարդկանց ոսոր, օրհնեց, օծեց, տվեց, հասկանում եք։ То есть ովքեր որ քայլում էին, իրանք ստանում էին երկնային օրհնություններ։ Ես տենց եմ մտածում ու գիրքն է դրա մասին ասում, հասկանում եք։ Նայեք, ով գնաց Աբրահամի հետ, Աբրահամի եղբայրը, հրոխբոր եղբայրը, Ղովտը, դե շարունակություն եթե մենք կարդում ենք, եւ Աբրահամը գնաց ինչպես Տերն ասել էր նրան, Ղովտն էլ գնաց նրա հետ։ Խառնից դուրս գալուց Աբրահամի 75 տարեկան էր, Աբրահամը 75 տարեկան։ Նայեք, Ղովտը իր հրոխբոր տղան էր։ Երբ որ Ղովտը միացավ Աբրահամին, Ղովտը ոչ մի բան չուներ։ Հասկանում եք, ոչ գար ուներ, ոչ կով ուներ, ոչ էշ ուներ, ոչ մի բան չուներ։ Բայց Աբրահամը ուներ շատացավ, որտեվ Աստված օրհնել էր Աբրահամին եւ օրհնելով օրհնավ։ Ինչ հետո կատարվավ։ Նայեք ասեմ, հետաքրքիր որն է, երբ որ Հովտը Աբրահամի հետ էր, ինքը ապահով էր։ Հիշում եք, չէ՞։ Ինքը լավ էր իրան զգում, որտեվ Աստված օրհնում էր Աբրահամին։ Գիտես, որ դու Քրիստոսի հետն ես, դու օրհնված ես։ Ես փնտրի երկնայինը։ Ասում եմ մի դիզե գանձեր ստեղ էս աշխարհի վրա, դիզե գանձեր այնտեղ երկնքում։ Հալելույա։ Որտեվ այնտեղ է փրկությունը։ Գիտեք, ես չեմ կարող ասեմ, այս հին ուխտում Ղովտի միտքը, Ղովտի մոտեցումը, թե ինչ այդ Ղովտը սենց արեց, հասկանում ես, շատացել էին, մարդը ոչ մի բան չուներ, բայց դարձավ շատ բաների տեր։ Հիշում եք, գառեր, կովեր, իրանց հովիվները Աբրահամի սկսան վիճաբանել, կռիվներ, ինքը ոնց ասեմ դե չիմացավ լեզու գտնել, այն օրհնությունը վայելել մինչև վերջ։ Հասկանում եք։ Աբրահամը մեծասիրտ մարդ էր։ Ասես գիտես, ուզում ես, չես ուզում, դե արի ասում կիսվենք։ Դու գնա, այնտեղ ընտրի, որտեղ որ դու ուզում ես։ Որտեղ որ դու ուզում ես գնաս, բաժանվենք։ Եթե դու չես կարում, որտեղ Ղովտ ասում են, ես էլ չեմ ուզում, ես էլ չեմ կարում, շատ աստվածաբաներ ասում են, գիտես, Ղովտի սխալը այն էր, որ ինքը պետք է մնար Աբրահամի հետ։ Գիտես, երբ որ դու քայլ ես անում, ես կարող եմ ասեմ առաջինը, երբեք մի լքի Քրիստոսից, մի հեռացի Տիրոջից։ Որտեղ որ դու տեղադրված ես, որտեղ որ դու կաս, որտեղ որ դու եկել ես, ապաշխարել ես, որտեղ որ դու քո սիրտը տվել ես, այնտեղ Քրիստոսը քո հետ է, երբեք մի հեռացի։ Գիտես, մի կդրվի այդ օրհնությունից։
Ես ինչ եմ ասում դες, որտեղ դա շատ լուրջ պահ է։ Գիտեք, ավետարանը, որ մենք կարդում ենք, հեսա մի քանի օրինակներ ես կբերեմ, իսկականից դա տենց է։ Ղովտը ոնց կդրվավ այդ օրհնությունից։ 13-րդ գլխի Ծննդոցի 13-10-ում ասում է, Ղովտը իր աչքերը բարձրացեց եւ տեսավ, որ Հորդանան ողջ շրջակայը ամբողջապես որ գրված էր, քանի դեռ Տերը Սոդոմն ու Գոմորն չէր կործանել, մինչև Սեգորի սահմանը Տիրոջ դրախտի նման էր, Եգիպտոսի երկրի նման։ Ղովտը իր համար ընտրեց Հորդանայի ամբողջ շրջակայքը, գնաց դեպի արևելք եւ նրան բաժանվեցին իրարից։ Աբրահամը բնակվեց Քանան երկրում, Ղովտն բնակվեց դաշտավայրի քաղաքներում եւ իր վրանի բացեց Սոդոմի մոտ։ Սոդոմի բնակիչները շատ չար են եւ մեղավոր Տիրոջ առջեւ։ Կամը կանգնեք, հետաքրքիր է։ Նայեք, Ադամն ասեց ընտրի որդ ես ուզում։ Նայեք, մեր Տեր Աստվածը, նայեք ասեմ, երբեք քո կամքին հակառակ չի գնա։ Աստված երբեք չի գասի, գիտես դու պետք է սենց անես, սենց անես։ Աստված միշտ տալիս է մարդուն հնարավորություն ընտրելու։ Հասկանում ես, բայց շատ անգամ այդ քո հնարավորությունը կարա ճակատագրական լինի քո կյանքում, հասկանում ես, երբ որ դու կարաս հեռանաս Տիրոջից։ Բայց դու պետք է իմանաս, որ եթե դու այդ քայլը անում ես, տեղի չտաս մեկ ուրիշ հարցակումների, ես կարամ ասեմ անիրավին, չէ՞, ասում եմ, դիմադրեք սատանային ու ձեզանից նա կփախչի։ Կարամ ասեմ Ղովտը տարվավ, նայեց, ընտրեց սաղից լավը։ Ուզեցավ Սոդոմ Գոմոր, բայց ասում եմ, այստեղ վերջում ասում եմ, Սոդոմի բնակիչները շատ չար են եւ մեղավոր Տիրոջ առջև։ Նայեք, ոնց Ղովտը մտավ այդ օրհնությունը կորցրեց։ Սպերվա առաջնահերթին դաշտավայրում իր վրանը գցեց։ Սկսավ այնտեղ ապրել։ Հետո ինքը մտավ դարձավ այդ Սոդոմ Գոմորի բնակիչը։ Հիշում եք, չէ՞, որ Աբրահամը գնաց, սկսեց իրան ազատեց, բերեց, չէ՞, Սոդոմի թագավոր ասեց արտամ մեզ են, ասեց ձեզանից ոչինչ բան պետք չի, դե լիքը։ Հետո Ղովտը դարձավ այդ բնակիչի ծերերից, այն հարց լուծողներից կարամ ասեմ։ Նայեք, քիչ ինքը մտավ մեղքի մեջ։ То есть մտավ Սոդոմի բնակիչները, որտեղ շատ չար էին, մտավ իրանց մեղքի մեջ։ Կորցեց այդ օծությունը, կորցեց այն ինչ որ կիսվել էր, բերել էր։ Հարց, եթե ինքը մնար Աբրահամի հետ, ինքը կկորցներ այդ ամենը։ Ինչի, որովհետև Աստված Աբրահամի հետ էր։ Աստված Աբրահամին էր օրհնել, իսկ Ղովտը պետք է օգտվեր այդ օրհնությունից, հասկանում եք։ Գիտես, դու այսօր քո տեղում ես, ես քեզ կարամ ասեմ։ Գիտես, օգտվի այն օրհնությունից, որ դու այսօր ունես։ Այն ինչ որ դու ունես, այն քո կյանքը, որ այսօր դու ունես, տրամադրի միայն Աստծուն։ Ապրի մենակ իր համար։ Ոնց որ Պետրոսը, այն մեկ էլ եղբայրը, Անդրեասը կապեցին իրանց ճակատագիրը, իրանց կյանքը լիովին Քրիստոսի հետ, հիմա ուր են իրանք։ Հավիտենությունում։ Քանի տարի անց է 2000 տարի։ Ինչքան սերունդներ են փոխվել։ Ինչքան ժամանակներ են անցնում, հասկանում եք։ То есть այդ մարդիկ ճիշտ ընտրություն արին։ Հիմա դու հարց տուր, ճիշտ ընտրություն ես դու քո կյանքում արել։ Թե կարող է տատանումներ լինեն։ Գիտես, եթե կա տես պարագա քո կյանքի մեջ, ստափիր։ Վերս այն զենքը քո ձեռը, այն սուրը, որ Տերը քեզ տվել է, աղոթքի սուրը, սկսի աղոթել քո համար, սկսի հռչակել Քրիստոսի անունը։ Գիտեք, Ղովտը տարվավ սիրունությանը։ Ղովտը դարվավ այն աշխարհի լավը, Սոդոմը, Գոմորը հարուստ էին։ Ղովտի աչքերը տարան այնտեղ։ Ղովտը գնաց այնտեղ։ Հասկանում եք։ Ղովտը սպերվա չէր մտնում այդ քաղաք։ Վրանը խփել էր այնտեղ, նայում էր, դուր էր գալիս։ Ղովտը կիսվավ, վերցեց իրեն կովերը, գառները գնաց, բայց հետո լյովին ինչ է լավ, կորցրեց ամենը։ Հազի ոտքերը վերցեց փախավ այդ քաղաքից, որտեղ Աստված բարկացել էր Սոդոմ Գոմորի վրա։ Հիշում եք, երբ որ Աստված եկավ խոսում էր Աբրահամի հետ, ինչ էր ասում։ Վերջին խոսքը, ասում եթե 10 արդար լինի, ասում եթե 10 արդար լինեն, ես այդ քաղաքները չեմ ոչնչացնի։ 10 արդար իսկույն չկային։ 10 հոգի մարդ չկար, որպեսզի Աստված զղջար այդ մեղավոր քաղաքները։ Հասկանում եք։ Ղովտը հազի փախավ երկու աղջիկների հետ, սաղ մնացին այնտեղ, վառվավ, այրավ, այն որ ասում է, ինչ մայրը ծնել էր, այդ դրան շորը փուսակ վերցեց, փախավ, կինը գլուխը թեքեց ու կանգնավ, մահացավ։ Ինչի? Ճիշտ չմոտետնալու համար, սխալ քայլ անելու համար, թողեց ինքը իր օրհնությունը։ Եթե ինքը գնար,
Աբրահամի հետ միջև վերջ։ Իսկ Աբրահամը գնալով հարստանում էր, գնալով ուժեղանում էր, գնալով զորանում էր, ու Աստված եկավ իրանը, ասես ես քեզ կտամ այն որդուն, այն խոստացած որդուն։ Հիշում եք, չէ՞։ Աբրահամ օրհնելով որդուն էր, բայց Աբրահամի սիրտը ինչքան մեծ էր։ Միևնույնն է սիրում էր, միևնույնն է իր բարեկամն էր, միևնույնն է հոգ էր տանում իր մասին։ Բայց գիտես, երբեմն քո ընտրությունը լինում է ճակատագրական։ Գիտես, եթե դու այսօր չես կապել հələ քո կյանքը Քրիստոսի հետ, գիտես դու այսօր այդ հնարավորություն ես։ Դու ունես այդ հնարավորությունը կապես քո ճակատագիր եւ այդ Քրիստոսի խոսքերը արի իմ հետևից ու փրկվի ու ունեցի հավիտենական կյանք, չէ՞ կարանք ասենք սենց, չէ՞։ Տալով քո կյանքը, տալով քո սիրտը։ Գիտես, Տիրոջից քեզ շատ բան պետք չի։ Ես քեզ կարամ ասեմ, Աստված չի ասում, գիտես, սեյ Սարային արա, քո սիրտը դուր իրանը, քո կյանքը դուր իրանը։ Այդ դուր իրանը, հասկանում ես։ Ինչ է քո համար թանկ։ Գիտես, որ թանկը սիրտը դա դուր իրանը, ապաշխարի ընդունի։ Քո ճակատագիրը կապի Քրիստոսի հետ ու գնա։ Գնա, ապրի իր համար։ Հասկանում եք, բայց շատ անգամ մենք ապրում ենք մեր համար, մեր կարիքների, մեր հոգսերի։ Գիտես, ես երբեմն մի անգամ սենց շատ էր տարել ու սենց հարց տվի մասին։ Այլ մտ կայնի խնդրեմ էլ Աստծուց, ասեմ, Տեր Աստված, դու իսկականին այս ճիշտ եմ ես ապրում։ Այդ ճիշտ է միշտ իմ համար։ Ես Տերը խոսած իմ հետ։ Գիտես, քանի որ ես քո համար առաջինը չեմ, առաջին քո կարիքները քո հոգսերն է։ Ինչքան էլ դու քո խոսքով ասում ես, ես եմ քո համար, ես քո համար դառնում եմ հետոն։ Բայց գիտես, Աստված պետք է լինի առաջինը քո սրտում։ Տերը պետք է լինի առաջինը քո կյանքում։ Եթե Աստված քո հետ է, ոչ մի բանի, այսինքն մտածելությունը, չէ՞, տենց է, չէ՞ գալի խոսքը։ Գիտեք, բացեք 4-րդ թագավորաց, 4-րդ թագավորաց։ 4-րդ թագավորացը նույն մեկ օրինակ, ստեղ արդեն մեկ մարգարեի մասին, որ այդ օրհնությունը ինքը չի կորցնում, այլ գնում է միջևեր ու ստանում է այն օրհնությունը։ Կապել են ինքն իր այնպես ասած ճակատագիրը մեկ մարգարեի հետ, այսինքն եւ ես հասկանում ես հետաքրքիրը որն է, այնպես համառոտ, այնպես բռնված գնում էր միջևեր, դա Եղիսեն է։ Բոլոր երևի հիշում եք Եղիսեին, Եղիան, Եղիսեն, գիտես, Եղիսեն շատ հասարակ մի հատ անձնավորություն։ Երրորդ թագավորացում է իր համար ինքն ասում է վարում էր, գործեր անում, բանող մարդ էր, էլի կարամ ասեմ։ Հասկանում ես, բայց հարուստ էր, ուներ, նորմալ էր։ Եղիսեն, Եղիան եկավ, ասեց արի գնանք, թողեց գնաց Եղիսեի հետևից։ Ծառայում էր Եղիայի մոտ։ Գիտեք, այդ ծառայելու մոտեցումը շատ հետաքրքիր է։ Երբեմն մենք մտածում ենք ոնց մենք պետք է ծառայենք Աստծուն, ոնց մենք պետք է գնանք, ոնց մենք պետք է անենք։ Շատ են մտածում, գիտես, հավատա Աստված քեզ կարա օգտագործի այնտեղ, որտեղ որ դու պետք ես։ Որտեղ որ Տերը քեզ տեղադրել է, որտեղ որ դու գիտես այնտեղ կա, հավատա, դաժե դրան մոտ կանգնելով, դաժե մեկին կանչելով, հրավիրելով, դաժե ավել անելով։ Հավատա, դու կորտում ես։ Մի հովիվ հետաքրիր բան է, ասում եք հրավիրել ինձ մի հատ եկեղեցի։ Ասում մի հատ ասում տղա ասում հա ժպտում էր ուրախս նայում ուրախ քարոզին բրծամ էլամ ասում նորից նայում ասում ժպիտը դեմքին ասում Աստված ձեզ օրհնի ոնց եք լավ եք լսակ ասում շատ լավ եմ դուք ոնց եք հա ասում դուք զուգարում ելակ հա էլամ սաղ լավ էր այնտեղ ասում նու հա նորմալ մաքուր էր ես այնտեղից առավ պատասխանատուն եմ ասում հասկանում եք մաքուր էր չէ սաղ լավ էր չէ ես միշտ նայում եմ մեծահարուս ասում հասկանում եք ասում հա ախպեր միշտ ժպիտը դեմքին հասկանում եք մոտեցումը այն ծառայելու գիտես պարտադիր չի որ դու եսի մինչեր անես քչի մեջ եղիր հավատարիմ Աստված շատի մեջ քեզ կորտնի սիրելիս քչի մեջ եղիր հավատարիմ Տերը քեզ կօգտագործի այնտեղ որտեղ որ դու պետք ես երբեք քո օրհնությունը Կորտնությունից մի կդրվիր, որտեղ որ դու կաս, այնտեղ հաստատվիր։ Նայ Ղովտի սխալ քայլը եւ ամեն ինչ կորցեց։ Հազիվ երկու աղջիկներին վերցեց փախավ։ Բայց եթե մնար Աբրահամի հետ, ինքը ավելի կաղորդվեր, ավելի կոծվեր։ Պետրոսը երկու աղբերներ, երբ որ գնացին Քրիստոսի հետևից, իրանք ինչ էին անում, գործարակելուց երբ որ մենք կարդում ենք, հենց 3-րդ, 4-րդ գլխից, հիշում եք Պետրոսի մեկ էլ Հովանեսի աղոթք է, որ մտան, հիշում եք են հիվանդին, են ուրվականին, ասում են փող չունեմ, էշ չունեմ, բայց Հիսուս Քրիստոսի անունով հրամայում վեր կաց ու քայլիր։ Ահա Քրիստոսը սարքեց իրանց մարդու ձկնորս,
մարդու որսորդ։ Սեր քո պոտենցիալ այսօր էտա, որովհետեւ դու բերես մարդկանց փրկություն, փնտրի երկնային, Աստված քեզի կտա այն ինչի կարիքը դու ունես ստեղ այս աշխարհում։ Հավատա, թող քո հավատքը հաստատվի ընդեղ։ Ոչ թե մենակ ստեղի համար, դու մենակ մի խնդրի ֆիզիկականը, խնդրի երկնայինը, ֆիզիկականը Աստված քեզ կտա։ Հալելույա, ամեն։ Ինչ կատարվավ Եղիայի հետ։ Գիտեք, եկավ ժամը, երբ որ Եսայեն պետք է համբարձվեր երկնքում։ Պետք է Տերը տաներ, Եղիան ծառայում էր, Եղիան սովորում էր, տարի, 2 տարի, տարբեր աստվածաբաններ տարբեր են ասում։ Ինքը սովորում, ինքը ջուր էր տանում, ցախ էր ջարդում, հետո նորից էր շարունակում, օրհնությունը երբ որ ստացավ, հավատարիմ ծառայում էր։ Եդեք Աստված շատ հրաշքներ գործեց Եղիսեի հետ, երբ որ Եղիան համբարձավ, Եղիսեն մնաց, ինքը շատ հրաշքներ էր անում, Աստված գործում էր այդ։ Եդեք հենց թագավորած երկրորդ գլխում, երկրորդ խոսքում, ես ինչ եմ, նայ, Ղովտը գնաց, բայց Եղիսեն մնաց Եղիայի հետ։ Երկրորդ խոսքից կարդամ մի քանի տեղեր, լրիչորդը գլուխի մեծ է։ Եվ Եղիան ասաց Եղիսեին, դու այստեղ մնա, որովհետև Տերն ինձ ուղարկում է մինչև Բեթել։ Եվ Եղիսեն ասաց, կենթանի է Տերը, եւ կենթանի է քո հոգին, ես քեզ չեմ լքելու, եւ գնացի Բեթել։ Դա ինչ մոտեցում է։ Ասաց, ես գնում եմ, ես հերու, գնա քո ձևով, ես քեզ չեմ լքելու, ես քո հետ եմ մնալու մինչև վերջ։ Եդեք այդ խոսքեր, որ կարդում են, շատ եմ կարդացել այստեղը, Աստված մեկ ուրիշ ձև է բացում։ Ու դու տերում ես ինչքան զորավոր ասում է, ես չեմ լքելու, Տեր, Հիսուս, ես քո հետ եմ լելու մինչև վերջ։ Եդեք դա օրհնություն է։ Ոնց Աստված չի օրհնել ձևի մարդուն։ Սիրես, երբ որ դու տենց հստակ խոսես, ասես, Տեր, ես քեզ չեմ լքելու։ Ես մինչև վերջ հավատարիմ եմ մնալու քո գործին, քո խոսքին։ Եդեք երկրորդ անգամ անում, 4-րդ խոսքում նույն ասում է, Եղիան ասաց նրան, այստեղ մնա Եղիսե, որովհետև Տերն ինձ ուղարկում է Երիքով, եւ նա ասաց, կենթանի է Տերը եւ կենթանի քո հոգին, ես քեզ չեմ լքելու, եւ գնացի Երիքով։ Նույն ասում է, ես չեմ լքի։ Նայեք, Հովտը հեշտությամբ լքեց, Հովտը տեսավ, Հովտը առանձնացավ, Հովտը չմնաց Աբրահամի հետ, Հովտը հեռացավ ու կորցրեց օրհնությունը։ Բայց Եղիսեն տենում էր են գինը։ Եղիսեն տենում էր են օրհնությունը, են օծությունը Եղիայի հետ։ Եվ Եղիսեն գիտեք ինչ էր ուզում։ Եղիսեն չէր ուզում հարստություն, ոսկի, արծաթներ, ձիեր, կովեր։ Ինք ուզում է երկնային օծություն։ Երկնային օրհնություն, սիրելիս, ինչի մասին որ ես ասում եմ։ Փնտրի երկնային օրհնություն, խնդրիր Աստծուց երկնային օրհնություն, որտեղ որ Աստված քեզ տեղադրել է, որտեղ որ դու կաս այսօր, որտեղ որ դու աճում ես, դու ստեղ ունես քո օրհնությունը եւ ստեղ ես դու ոցված։ Հասկանում եք։ Երբեք մի հեռացի ընդեղ, երբեք մի հեռացի այն մարդուց, ում հետ Աստված քեզ բերել է միացրել է, ով եղել է քո հոգևոր հայրը, ով եղել է քեզ առաջնորդ, կամ ինչ-որ, հասկանում եք, որտեղ ծերերը կգնան, ծերերի տեղը դու կգաս, երիտասարդ, եւ դու կշարունակես ծերերի գործը, եւ Աստված քեզ կօգտագործի իր փառքի համար, հասկանում եք, որտեղ մեր Տերը զորավոր է ու ամենակարողն է, ամեն։ То есть դու կարաս, որտեղ դու ունես, դու պոտենցիալ ունես, հասկանում ես, եւ իզուր չի մեր Տերը իր հոգին դրել է քո մեջ, Սուրբ հոգին։ Ամեն։ Զորավոր է մեր Տերը։ Ամեն։ Եվ ինչա շարունակում ենք այդ շարունակությունը գնում է հետաքրքիր մոտեցումը, հասկանում եք, ասում են Եղիան ասաց նրան 6-րդ խոսքում նորից այստեղ նա որտեղ Տերը ինձ ուղարկում է Հորդանան, նա ասաց կենթանի է Տերը եւ կենթանի քո հոգին, ես քեզ չեմ լքելու։ 3 անգամ ոնց որ ասում է Եղիան ուզում էր ազատվել Եղիսեն չեմ լքելու։ Ես միջև վերջ քո հետ եմ եղելու։ Եկար կանչիր, թող իմ ամեն ինչ, եկամ, ամեն ինչը միջև վերջ գալ եմ քո հետ։ Ինչ էլ ուզում ալնի։ Գիտեք ինչ զորավոր խոսքեր այդ մարդ ասում, չէ՞։ Բանկա չէ սովորելու։ Գիտես, դրա համար բանկա սովորել, երբ որ դու պատրաստ ես կապելու քո ճակատագիրը, քո կյանքը լիովին Հիսուսի հետ, քո Տիրոջ հետ, քո Փրկիչի հետ։ Եվ այդ նույն խոսքերը ասես։ Գիտես, Աստված երբեք չի դավաճանում։ Աստված երբեք չի լքում։ Մարդ ունի ինքնություն դավաճանել, լքել, թողել, հեռանալ, ուրանալ, երբեմն խոսքով կարասի այո, բայց չանի, բայց Աստված ուզում է որպեսզի դու ունես խոնար, ունես հաստատուն, որպեսզի դու իմանաս վստահել իրանը։ Գիտեք, Ղովտի մի սխալը,
Ովտի մի թուլությունը եւ ովտը գործեց ամեն բան։ Գիտեք, ինչքան քչից սկսավ ովտի մոտեցումը։ Դաշտի մեջ վրանը դրեց, հետո մտավ այդ Սոդոմ Գոմոր, մտավ մեկի մեջ, սա կորցրեց այնտեղ, դարձավ այն ծերուններին, որ ասում է հարց լուծող գործ, այսինքն որոշում կայացող։ Եվ միշտ Աստված ճակատագիրը որոշել էր։ Ասում է մեղքի վարձքը ինչա, մահն է, իսկ Աստծո պարգևը հավիտենական կյանք։ Հասկանում եք։ Գիտես, որովհետև Տերը զորավոր է ու ինքը գիտի քո մոտեցումը։ Եվ ստեղ երբ որ մոտիկանում են Հորդանան, երբ որ անցնում են, այն մարգարեներ, որ եկան, հիշում եք, չեք անգնան, երբ որ բացվավ, անցան, գնացին, եկան, եւ ահա Տերը վերցում է Եղիային, եւ ահա ինչ է խնդրում Եղիսեին։ Գիտեք, հետաքրիր է այդ խոսքը ասում է, եւ 9-րդ խոսքը, երբ նրանք անցնում են, Եղիան ասաց Եղիսեին, խնդիր ինչ անեմ քեզ համար, քանի դեռ քեզանից վեր չեմ արվել։ Եղիսեն ասաց, թող քո հոգին կրկնապատիկ լինի ինձ վրա։ Կրկնապատիկ։ Չեմ ուզում հարստություն, չեմ ուզում ոսկի, բրլյանտ, արծաթ, չեմ ուզում ֆիզիկական լավ բաներ։ Բայց գիտեք, Եղեսեն ապրում է, մահանում է հիվանդությունների մեջ։ Ինքը մահանում է, հետագայում հիվանդանում է ինքը, տարիքը որ հասնում է։ Բայց ինքն ասեց, այն հոգին, որ քո վրան է, ասում կրկնապատիկը որ ին վրա լինի։ Մենք կարանք ցես բան խնդրենք Աստծուց։ Աստված տալիս է մեզ դες բաներ։ Հա? Իհարկե տալիս, եթե դու հավատարիմ ես, եթե դու հաստատուն ես այն ինչի մեջ, երբ որ դու հռչակում ես, երբ որ դու խնդրում ես ու հավատում ես, ժամանակի ընթացքում Աստված կտա։ Ոմանց միանգամից կարա տա, ոմանց կարա այդ տապի մեջ տա, բարձրացնի, աճեցնի, հաստատի, ոմանց ինքը գիտի երբ է ինչ տալի, հասկանում ես, կարող է քեզ միանգամից տա ու դու չիմանաս, այդ օգտագործես, հասկանում ես, ընդես անիրավն է հարցակվում, հասկանում ես, որովհետև շատ մոտեցումներ կան, ասում Աստված գիտի երբ է ինչ տալիս քեզ, բայց մենք այն փոքր երեխեքին ման տուր, արա, գիտես, եղիր համբերատար, ինչի խոսք ասում, համբերության կարիք չունենք, ունենք, խնդիր թող համբերությունը քո շատ լի, իմանաս վարժեցնես քո համբերատարությունը, շատ անգամ մենք համբերատար չենք, շատ անգամ մենք զուս չենք, շատ անգամ մենք արանք ագրեսիվ լինենք, ջղայնանանք, չարանանք, կռվենք, վիճենք, էմոցիաներին տեղ տանք ու ասենք Աստված չի պատասխանում, բա ոնց Աստված պատասխանի, որ քո սիրտը Իրանը տրված չի, որ քո սիրտ իր հետ չի, հասկանում ես։ Երբ որ դու այդ բաները չունենաս, երբ որ դու այդ բաների դեմ պայքարես Իրանով, իր ուժով, իր զորությունով եւ ունենաս հաղթանակներ, հավատա շատ բան կփոխվի քո կյանքում։ Բայց մենք շատերս այսօր այդ խնդիրներ ունենք։ Այսօր շատերս ասում են, Տեր, ես հաղթել եմ, մեղքը չունի իշխանություն ամեն, եւ ասում են 10 րոպե անիրավը հարցակվում է, փորձում են քեզ եւ դու ստեղ տուջը թուլանում ես, տկարանում ես ու սկսում ես մեղք գործել։ Եվ դառնում ես մեղքին մասնակից։ Եվ դու ասում ես, ինչ արիմ ես։ Գործեցիր մեղք։ Բան չի տեղ եղավ։ Եղավ այն դրանով այդ քո մոտեցումից։ Բա ո՞րն է մոտեցումը։ Քո մոտեցումը այն է, որ դու լիովին չես վստահում Իրանը։ Քո մոտեցումը այն է, որ դու քիչ ես աղոթում, չես կարդում, հասկանում ես։ Պարզապես հերվից ես նայում, մատներ տարանքով ես նայում, բայց երբ որ գալիս է պետքա դու աղոթում ես, խնդրում ես, միգուցե դու չես տենում, որ մեր Տերը տենում է քո սիրտը, ինքը գիտի քո սիրտը։ Գիտես Աստված ինձ ու քեզ սիրում է հավասար։ Հիշում եք, երբ գրառում էի գցե խմբի մեջ, ով է կարդացել այդ մեր խմբի մեջ գրառումը, բոլորին է սիրում հավասար, հասկանում եք։ Ինքը չի աչառություն դնում մեկին շատ սիրի, մեկին քիչ սիրի։ Ինքը ուզում է բոլորին փրկի, հասկանում ես։ Քո մոտեցումը պետք է ուրիշ լինի, քո մոտեցումը պետք է ավելի հաստատուն լինի։ Սիրելիս, եւ ստեղ ասում է Եղիսեն, խնդիր ինչ անեմ Եղեն ասում է համար, քանի դեռ քեզանից վեր չեմ շտի։ Եղիսեն ասում է, թող քո հոգին կրկնապատիկ լինի ինձ վրա, եւ նա ասաց, դժվար բան խնդրեցիր։ Եթե քեզանից վեր առնվելիս դու ինձ տեսնես, քեզ այդպես կլինի, բայց եթե ոչ, չի լինի։ Միջնան գնում էին, գնալով խոսում են, ահա հրեղը մի պարկ, հրեղեն ձիերը բաժանվեցին նրան երկուսին եւ Եղիան մրիկով վեր ելավ, իսկ Եղիսեն նայում էր եւ կանչում էր. հայրիմ,
Իսրայելի կարգերը եւ նրա ձիավորները եւ այլևս չտեսավ նրան, բռնեց իր հանդերձները, պատրեց նրանք եւ 2 կտոր արեց։ То есть Եղիսեն ստացավ այն ինչ որ ինքը ուզում էր։ Ինչի՞, ես մտածել եմ։ Աստված տենում էր Եղիսեի սիրտը։ Տենում էր Եղիսեն, երբ որ թողեց ամեն ինչ, գնաց Եղիայի հետ, ինքը ծառայում էր անկեղծորեն, ինքը անում էր ամեն ինչ հնազանդորեն, ինքը ջուր էր կրում, էս էր անում, այն անում, եւ նույնը հետո ստանալուց հետո նույն ձևի շարունակում էր։ Ոնց որ կար, այնց է մնաց։ Հասկանում ես։ Իրանը ոչինչ բան չփոխեց։ Ոչ Տիտրոսը, այսինքն կրկնակի մարգարե այն հոգին որը, ոչ այսինքն ես իմ ինչ, չէ, ուղղակի ոնց կասեն հենց էր մնա, Տերը սիրում է խոնարհներին, Տերը սիրում է խոնարհներին, սիրելի քույր ու եղբայր, ու Եղիսեի մոտեցումը այդ մոտեցումն էր, Եղիսեն ուզում էր ուղղակի ծառայեր Աստծուն, աներ Աստծու գործը, հասկանում եք, եւ Աստված օրհնում էր Եղիսեին, Եկեք Եվ նոր ուխտում ես մի քիչ կարճ շուտ կանենք, բարձենք, որտեվ հաղորդություն ունենք անառակ որդիների պատմությունը։ Եկեք Ղուկասի ավետարան 15-րդ գլխում տալիս անառակ որդու պատմությունը։ Շատ հետաքրքիր տեղ է։ Որդին, որ կորցրեց հոր օրհնությունը։ Որդին, որ հոր քովին էր։ Դա ոնց որ կարամ ասեմ մեզ, նոր ուխտի մարդկանց, չէ, վերաբերվում է։ Вообще կարամ ասեմ հին ուխտը լրիվ ավետարանը, դա վերաբերվում է մեր ամեն մեկին։ Բայց Քրիստոսը այդ առակը պատմում էր մեր նմաններին, մարդկանց, ովքեր որ բավարարված չեն երբեմն, ովքեր որ փնտրում են լավը, ուզում են ազատվել, փախնել, մտածելով թե հեռանան Աստծուց, հեռանան այնտեղ որտեղ որ իրանք կան, իրանք ավելի ազատ կլինեն։ Բայց ցավոք սրտի երբեմն ելնում է հակառակ։ Եք այդ որդին եկավ, կիսվեց, վերցեց իր ունեցվածքը եւ գնաց վատնեց։ Միակ ընդհանրային վատնեց ղովտի նման։ Սով էր, մատնվել էր սովի, վատ իրավիճակ էր, վատ կյանք էր։ Ինչ ասեց այդ խոսքը իր, հետո կարդամ եւ մի քիչ դրա վրա կշեշտենք Ղուկասի 15-ի 19 խոսքից 18 խոսքից։ Ասում է մի քիչ վերև 17-ի եւ ասում սթափելով ասած քանի վարձկաներ հորս մոտ առատ հաց են ունեն իսկ ես այստեղ սովը մա կորչում եմ վեր կենամ հորս մոտ գնամ ու նրան ասեմ հայր մեղանչեցի երկնքի քո առաջ այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ ինձ քո վարձկաներից մեկին արա եւ վեր կացավ իր հոր մոտ եկավ մտածեց զղջաց Գիտեք, հետաքրքիր որն է, որ հենց այդ պահն է գալի, երբ որ դու կարաս զղջաս եւ ապաշխարես։ Գիտես, եթե մենք ասենք ճանապարհը փակ է, ճանապարհ էլ չկա, դու էլ հետ չես կարող վերադառնաս, всё դու գնացես, չէ։ Մեր Տերը այսօր, երեք, վաղ նույնն է։ Ասում է, ես ալֆան եմ, օմեգան եմ, առաջինն եմ, վերջինն եմ, սկիզբն եմ, վախճան եմ, то есть ամեն ինչն է ինքը։ Եվ երբ որ մարդը հեռանում է իրանից, իր հայրական տնից, հայրական տուն ես կարող ասեմ եկեղեցին, հորը, Քրիստոսն է, Տերն է, որ ինքն է, հասկանում ես, երբ որ հեռանում ես, իմացի, երբեմն դու կարաս վերադառնաս, կարաս նորից վերադառնաս Տիրոջ մոտ, Հիսուսի մոտ։ Եվ այդ անառակ որդին զղջաց իր արած մեղքերը։ Ինքն շնության մեջ էր, պղծության մեջ էր, մեղքերի մեջ էր։ Բայց ասես գնամ հորս տունը Գնամ հորս մոտ, եկավ վարձկաներ ունի, միգուցե ասեմ մեղանչել եմ, հավասարվեմ են հասարակ վարձկաներին, միգուցե զղջա, գիտեք հետաքրքիր որն է, որ այդ որդին մինչև վերջել չէր իմանում հոր սիրտը, գիտեք հետաքրքիր նույնը մեզ վրա է, որ մենք մինչև վերջ չենք հասկանում մեր Տիրոջ սիրտը, մեր Տիրոջ մոտեցումը, մենք չենք հասկանում, որ մեր Տերը բաց է մեր համար, բայց բացա դրանով, որպեսզի որ դու գաս ու կանգնես, թողես ու փոխվես ու հավիտյանս մնաս իր քովը։ Հասկանում ես։ Եվ ասում եմ, որ 23 խոսքին, ասում եմ, որդին նրան ասաց, հայր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ, այլևս քո որդին կոչվելու արժան չեմ։ Հայր իր ծառանեն ասաց, իսկույն բերեք լավագույն պատմուճանով, հագցրեք նրան, մատնին մատանին դրեք, եւ ոտքերի կոշիկները, բերեք պարարատ եզը, մորթեք
ուտենք, ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին մեռած էր ու կենդանացավ, կորած էր ու գտնվեցավ։ Եվ սկսեցին զվարճանալ։ Սիրելիս, դու կորած էր ու գտնվեցար։ Երբեք չմոտեկանաս Ղովտի նման։ Հասկանում ես, նմանվի Եղիսեին։ Այդ որդին կորած էր, այդ որդին կորցված էր։ Հայր ասեց, եկեք զվարճանանք։ Իմ կորած որդին վերադարձել է, համբյուրեց, պատմուճանը հագցրեց, մատնիքը դրեց, կպցրեց իր կրծքին, ասեց իմ կորած գառը վերադարձավ։ Սիրելիս, այսօր նույն կոչը Տերը անում է քեզ։ Այսօր նույն կոչը դու կարաս ասես։ Եվ Տիրոջ խոսքերը արի իմ հետևից ու դու չես փոշմանի։ Եկեք, մենք պետք է հասկանանք իր հետևից գնալը որն է։ Մենք պետք է հասկանանք, որ իր հետևից գնալը ոչ թե մենակ այս աշխարհի բարելավումն է, այլ իր հետևից գնալ դա հավիտենության մասին մտածելն է, առաջնահերթին։ Կորած էր դու գտնվար։ Ճանապարհը միշտ հետ կա, ճանապարհը բաց է։ Դու կարաս վերադառնաս, դու կարաս քո սիրտը, քո կյանքը տաս Տիրոջը։ Մեր Տերը զորավոր է ու ամենակարողն է։ Ամեն։